Թեհրանի առնվազն 5 շրջաններում վաղ առավոտյան պայթյուններ են հնչել։ Իսրայելի զինվորականների տելեգրամյան պաշտոնական էջում հաղորդվում է, որ թիրախավորվել են Թեհրանում իրանական ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքները։ Թասնիմ լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում ԱՄՆ եւ Իսրայելի հարձակման հետևանքով խոցվել է պետական հեռարձակողի ռադիոհաղորդիչը, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վիրավորվել։ Իսրայելի հանրային հեռարձակողը երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է, որ Իրանից Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ կասետային հրթիռ է արձակվել եւ հաղորդվել է մի քանի հարվածային գոտիների մասին։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները եւս հայտնել են նոր հարձակումների մասին, իսկ Բահրեյնում տագնապի ազդանշաններ են լսվել։ Այս գործողությունները տեղի են ունենում տարածաշրջանում լարվածության կտրուկ աճի ֆոնին, երբ Դոնալդ Թրամփը Իրանին 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ի պատասխան Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Հորմուզի նեղուցով ծովային երթևեկության դադարեցման պատճառն այն է, որ ապահովագրական ընկերությունները մտահոգված են ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմով, այլ ոչ թե Իրանի գործողություններով։ Իսլամական Հանրապետությունը նաև զգուշացրել է, որ կահարվածի ծոցի ողջ տարածքի էներգետիկ եւ ջրային ենթակառուցվածքներին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնի իր սպառնալիքը հարձակվելով երկրի էլեկտրական ցանցի վրա։ Վերջնագրի ժամկետը լրանում է վաղն առավոտյան։ Հարևան Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պատերազմի 3 շաբաթվա ընթացքում սպանվել է ավելի քան 1400 խաղաղ բնակիչ, հայտնել է իրանական հարցերով զբաղվող մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը։ Վաշինգտոնի ռազմական պաշտոնյաները մեղադրելով իրանցիներին հայտարարել են, որ իրանական ուժերը հաճախ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արձակում հենց բնակեցված տարածքներից, վտանգի տակ դնելով խաղաղ բնակիչներին։ Իրանի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ սպանվել է շուրջ 210 երեխա, 1500 անչափահաս էլ վիրավորվել են։ Նշվում է, որ պատերազմի զոհերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի շատ լինել, քանի որ շարունակվող ռազմական գործողությունները, կապի խափանումները եւ տուժած տարածքների սահմանափակ հասանելիությունը դժվարացնում են որոնողական աշխատանքները։ Լոնդոնի հյուսիսում անհայտ անձինք հրկիզել են Իհուդ Հացալա իսրայելական կամավորական ծառայության շտապօգնության 4 մեքենա։ Դեպքի հետևանքով տուժածներ չկան, հայտնել է ոստիկանությունը։ Իրավապահները փորձում են պարզել, թե հարձակումը կատարվել է ատելության հողի վրա եւ թե ինչ առնչություն ունի իրանական հակամարտության հետ։ Լաոսի մայրաքաղաք Վիենտիանում եւ մոտակա շրջաններում անսովոր ուժեղ կարկուտ է տեղացել։ Պատճառը տաք եւ սառը օդի կտրուկ բախումն է։ Կարկուտին ուղեկցել են ուժեղ քամին եւ հորդառատ անձրևը։ Հարյուրավոր տներ վնասվել են։ Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։ Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով աշխարհը կարող է բախվել վերջին տասնամյակների վատթարագույն էներգետիկ ճգնաժամին, զգուշացրել է էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը, իրավիճակը բնութագրելով որպես շատ ծանր։ Մեզանից շատերը հիշում են 1970-ականների երկու հաջորդական նավթային ճգնաժամերը։ Այն ժամանակ յուրաքանչյուր ճգնաժամի դեպքում աշխարհը կորցնում էր օրական մոտ 5 միլիոն բարել նավթ, երկուսը միասին 10 միլիոն բարել։ Այսօրվա դրությամբ մենք կորցնում ենք օրական 11 միլիոն բարել, ինչը ավելին է, քան երկու խոշոր նավթային ցնցումները միասին վերցրած։ Մասնավորապես ասել է Բիրոլը։ Նրա համոզմամբ ոչ մի երկրի այս ճգնաժամը չի շրջանցի։ Բիրոլը նաև տեղեկացրել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմի արդյունքում առնվազն 40 էներգետիկ օբյեկտ լրջորեն վնասվել է։ Մերձավոր Արևելքում ռազմական իրավիճակի լարումից ի վեր Իրաքում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ կապ է հաստատել հայաստանաբնակ Հայաստանի Հանրապետության 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ։ Նրանցից 9 ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, հայտնում են արտգործնախարարությունից։ Օրերս Բաղդադ, Քուվեյթ, Ռիադ, Թբիլիսի, Երևան երթուղով այս քաղաքացիները վերադարձել են հայրենիք։ Իրաքում մնում են Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացիներ, որոնցից 2-ն ունեն պայմանագրային պարտավորություններ, իսկ մեկը նախընտրել է մի փոքր էլ սպասել։
Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բացնամակով դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, կոչ անելով քննարկել անկախ փաստահավաք առաքելություն ստեղծելու հարցը, որը կուսումնասիրի Հայաստանում ժողովրդավարական կառավարման, դատական անկախության եւ կրոնական ազատության ներկայվիճակը։ Նամակում միջազգային փաստաբանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ չեն արտացոլում հայ ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետները։ Ըստ Ամստերդամի, միջազգային իրավաբանների խումբը իրենց վերջին զեկույցում մանրամասն փաստագրել են եկեղեցու ներքին գործերին կառավարության միջամտությունը, հոգևորականների կալանավորումները, պարակտիչ նախաձեռնությունների խրախուսումը եւ դատական անկախության համատարած էրոզիան։ Ըստ Ամստերդամի, զուգահեռաբար սրվում է նաեւ քաղաքական իրավիճակը ընտրական գործընթացների համատեքստում։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը շուրջ 200 օր պահվել էր կալանավայրի խիստ պայմաններում, այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Փաստաբանի պնդմամբ, քանի որ դատարանը որոշում է կայացրել եւս մեկ ամսով երկարաձգել նրա խափանման միջոցը, ակնհայտ է դառնում, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին լիարժեք մասնակցելու նրա հնարավորությունները կտրուկ նվազում են։